Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է խորհրդարանի հայտարարության տեքստն է, այն վերնագրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ։ Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը մեղադրել է իշխանությանը իրականությունը խաղաղություն ներկայացնելու և ինքնիշխանության հարցում զիջումների գնալու մեջ։ Նա պնդել է, որ իշխանությանը արգելված է միջազգային հարթակներից օգտագործել գերի բառը։ Ի պատասխան ԿՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը քննադատել է ընդդիմության դոգմատիզմի մեջ և հղում անելով պատմաբան Լեոյին մեղադրել նրանց արտաքին կառավարման տակ գտնվելու մեջ։ Պարզ բան ենք ասում, շատ պարզ բան ենք ասում, ասում ենք այդ թղթով մի խաբեք, որ խաղաղություն եք բերել, մի խաբեք, որ խաղաղություն եք բերել այդ թղթով։ Ասում է մի տարի է չեն կրակել, ուրեմն խաղաղություն է, սուտ եք ասում, մի տարի, 5 տարի չկրակելը չի նշանակում, որ խաղաղություն է։ Այ ինքնիշխաններ ջան, մի հատ կբացատրեք, եթե տենց ինքնիշխան եք։ Ինչ է նշանակում գերի կարճ բառի փոխարեն օգտագործել երկարամյա կոնֆլիկտի արդյունքում անազատության մեջ հայտնված անձինք։ Ես գիտեք ինչին է նմանն, որ պետությունները հրաժարվում էին ցեղասպանություն բառը օգտագործել, չէին ուզում, ցենց ինչ ասես ասում էին, ցավալ իրադարձություններ, ողբերգական դեպքեր։ Այս երկար նախադասության փոխարեն հայ ռազմագերիներ չեք կարողանում ասել։ Դաշնակցականությունը մարդուն կարոտի մեջ պահող գաղափարախոսություն է։ Կարոտի մեջ պահող, կարոտ։ Աշխատանքից կտրող, ծուլացնող, թուլացնող, խեղճացնող գաղափարախոսությունա։ Դու նստիր այստեղ, դու կարոտի, դու երազի։ Ասում եք ինչի ազգաբանի Ամահակյանբյոնից ինչի կարճ գերի բառը չի ասում, տիկին Վարդանյան, որովհետև կարճ գերի բառը ունի մեկ նշանակություն, որը իր մեջ չի ներառում բոլոր պահվող անձանց։ Ռազմագերին դա կարգավիճակ է, ոչ բոլոր պահվող անձինք են, որ ունեն ռազմագերի կարգավիճակ։